Քննիչը կարևորում է այն փաստը, որ Սեդան կասկածում է Էլենին և արագացնում է իր հետաքննությունը։ Ինչպես է բացահայտվելու, որ Հարութն անմեղ է։ Սեդան ներողություն կխնդրի Հարութից։ Ես ձեզ կտամ ձեր հարցերի պատասխանները, բայց Հարութին սիրողները կան այստեղ։ Եթե այստեղ եք, խնդրում եմ հավանեք տեսանյութս և մեկնաբանություններում գրեք «այո»։ Քննիչը Սեդայի հետ լուռ սենյակում դեմ առ դեմ նստած խոր անհանգստությամբ լսում է նրան։ Սեդայի դեմքին կուտակված վախի և վճռականության խառնուրդը ստիպում է նրան հերթով պատմել Նոնայի և Էլենի մասին իր իմացածը և երկար ժամանակ իր մեջ պահած կասկածները։ Նրա յուրաքանչյուր նախադասություն քննիչի մտքում նոր հարցեր է առաջացնում։ Այս խոսքերից հետո քննիչը անմիջապես գործում է։ Նա սկսում է փնտրել Նոնային, գտնում է նրան և խիստ հարցաքննության ենթարկում։ Նոնայի խուսափողական հայացքները, դողացող ձեռքերը և լռությունը, նույնիսկ առանց որևէ բան խոստովանելու, հստակ ցույց են տալիս, որ նա իր մեջ ծանր գաղտնիքներ է պահում։ Քննիչը զգում է այդ լռության հետևում թաքնված մութ ճշմարտությունը, և նրա ներսում արդարության կրակն ավելի է բորբոքվում։ Նվերը փորձում է օգտվել Սեդայի դժվար իրավիճակից։ Էլենի մոտ նրան տանելու խոստումով նա Սեդային հրավիրում է իր մեքենան, սակայն իրականում փորձում է կեղծ լուսանկարներ և ձայնագրություններ պատրաստելով շանտաժի ենթարկել նրան։ Ճանապարհի ընթացքում Սեդայի մեջ աճող անհանգստությունը ստիպում է նրան նկատել նվերի տարօրինակ պահվածքը։ Հանկարծ նա պահանջում է կանգնեցնել մեքենան, բացում է դուռն ու իջնում։ Երբ սառը քամին դիպչում է նրա դեմքին, Սեդան ուշադիր լինելով անմիջապես զանգահարում է քննիչին։ Այս համարձակ քայլը ամբողջությամբ փլուզում է նվերից ուղղակի ծրագիրը։ Թեև նվերը համառորեն պնդում է, որ Էլենի հետ որևէ կապ չունի, Սեդայի զանգից անմիջապես հետո Էլենի կողմից Սյուզիին զանգահարելը Սեդայի կասկածները վերածում է իսկական փոթորկի։ Հասկանալով, որ դա չի կարող պարզապես պատահականություն լինել, Սեդան անկյուն է մղում նվերին և նրա վրա էմոցիոնալ ճնշում գործադրում։ Իսկ քննիչը համբերությամբ սպասում է հեռախոսային տվյալների և HTS գրանցումների ստացմանը։ Ժամերն անցնում են, լարվածությունը հասնում է գագաթնակետին։ Վերջապես նրա ձեռքին հայտնված փաստաթղթերը հստակ ապացուցում են, որ այդ երկու մարդիկ գաղտնի կապի մեջ են եղել։ Քննիչն անմիջապես որոշում է կայացնում նվերին ձերբակալելու վերաբերյալ։